Հարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկեմ YouTube-յան ալիքի եթերում, այսօր շաբաթվա վերջին աշխատանքային օրն է, եւ մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները, եւ այսպես Ժողովուրդ օրաթերթը գրում է. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետիսյանը ամենայն հավանականությամբ առաջիկայում կհեռանա զբաղեցրած պաշտոնից, սակայն առանց պետական համակարգից դուրս մնալու։ Օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ կառավարությունում քննարկվում է նրա նոր նշանակման հարցը։ Արտաքին գործերի նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների հաղորդմամբ համապատասխան հանձնարարական է տրվել գտնել այնպիսի պաշտոն, որտեղ Ավետիսյանի փորձը հնարավոր կլինի օգտագործել արտաքին տնտեսական համագործակցության ուղղությամբ։ Մասնավորապես մեր աղբյուրների փոխանցմամբ քննարկվում է նրա տեղափոխությունը արտաքին գործերի նախարարություն, որտեղ նա կարող է համակարգել տնտեսական եւ գործարար կապերի զարգացման ուղղությունը։ Թեև վերջնական որոշում դեռևս չի կայացվել, մեր տեղեկություններով ԱԳՆ-ում ներողություն արդեն իսկ համապատասխան հաստիք կա, գործառույթ են փնտրում նրա նշանակումն ապահովելու համար։ Հատկանշական է, որ Անուշիկ Ավետիսյանը արտաքին հետախուզական ծառայության աշխատակից Արման Բոշյանի կինն է։ Թե որքանով է այս հանգամանքը որևէ դեր խաղում կադրային քննարկումների ընթացքում, պաշտոնական մեկնաբանություն առայժմ չկա։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթը ուսումնասիրել է, թե ինչպես է փոխվել քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր նախկին սոցապտ նախարար Զարուհի Բաթոյանի ունեցվածքը։ 2018 թվականի հեղափոխությունից հետո հատկանշական է, որ Զարուհի Բաթոյանը ներկայացված կլինի նաև խորհրդարանում այս ընտրություններից հետո։ 2018 թվականից ի վեր քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր նախկին նախարար Զարուհի Բաթոյանի հայտարարած դրամական միջոցները սկզբնական շրջանում 500,000 դրամից եւ 335 եվրոից աճել են, հասնելով ավելի քան 13.1 միլիոն դրամի։ Զարուհի Բաթոյանի շուրջ ծավալված սկանդալներն ու աղմկահարույց պատմությունները։ Զարուհի Բաթոյանի պաշտոնավարման ընթացքում մի շարք աղմկահարույց պատմություններ են հայտնվել մամուլի եւ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Դրանցից առաջինը վերաբերում է 2018 թվականի տարեկան հայտարարագրում եկամուտները չհայտարարագրելուն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տուժ կիրառեց նախարարի նկատմամբ եւ տուգանեց 200,000 դրամով։ Անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար։ Նախարարությունը պարզաբանել էր, որ դա տեխնիկական խոտան էր, քանի որ համակարգը թույլ էր տվել չլրացնել այդ դաշտը, սակայն հանձնաժողովը վերահաստատեց բոլոր դաշտերի պարտադիր լինելը եւ տուգանքի վճարումից հետո տրամադրեց 7 աշխատանքային օր 7,515,233 դրամի չափով եկամուտը հայտարարագրելու համար։ Շարունակությունը կարող եք ընթերցել Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում, ինչու են այս հայտարարագրերը շատ կարևոր, գլխավորապես ՔՊ հնաբնակների մասով, որպեսզի դուք տեսնեք, թե ինչպես են այս մարդիկ գրեթե զրոյի ձգտող եկամուտներից հասել միլիոնավոր դրամների, որոշ դեպքերում 100 միլիոնավոր դրամների եկամուտների, սա ինչու է կարևոր հանգամանք։ Սա կարևոր է հասկանալ, թե ինչու են իրենք ատամներով պահում Նիկոլ Փաշինյանի կամ իրենց իշխանությունը, որովհետև իշխանությունը ուղիղ կապ ունի իրենց բարեկեցության հետ։ Գրեթե բոլոր ԿՊԱ-ականները մինչև իշխանությունը որևէ էական եկամուտներ չեն ունեցել եւ հիմա ունեն ահռելի եկամուտներ։ Հիմա այս մարդիկ արդեն անձնական խնդիր են լուծում իշխանության պահպանման գործում։ Այդ իմաստով իրենք առավել վտանգավոր են եւ առավել նվիրված են Նիկոլ Փաշինյանին, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն նշանակում է պահպանել իրենց եկամուտները, որոնք հասել են արդեն տասնյակ միլիոնավոր դրամների։ Ուրեմն Ռուսաստանի գյուղատնտեսական ներկրումների վերահսկմամբ զբաղվող ընկերությունը գերատեսչությունը հաղորդել է, որ հուլիսի 14-ից 21-ը անցկացված ստուգումների ընթացքում պարզվել է, որ Ռուսաստան արտահանվող կաթ նամթերքի արտադրության համար օգտագործվել է վարակված անասնագլխաքանակից ստացված կաթ։ Բացի այդ, ծառայությունը հայտնում է, որ հաստատվել է նաև երրորդ երկրներից ներկրված հումքի օգտագործման դեպքեր ռուսական շուկայի համար բարձր յուղայնությամբ կաթնամթերք արտադրելու նպատակով։ Դա տեղի է ունեցել չնայած Հայաստանի անասնաբուժական ծառայության նախկին հավաստիացումներին, թե օգտագործվում է բացառապես հայկական ծագում ունեցող հումք կամ ԵԱՏՄ անդամ երկրների ձեռնարկությունների հումք։ Այս հիմքով Ռուսաստանի
պետական գերատեսչությունը արգելել է Հայաստանից կատնամթերքի նաև ներկրումը Ռուսաստանի Դաշնություն, գուցե ավելի խստացնեն, գուցե այս բան որոշ ընկերությունների է վերաբերում, բայց կարող է ամբողջ գյուղատնտեսական արտադրանքները ներառել իր մեջ կատնամթերքի տեսքով, սա էական հարված է լինելու գյուղատնտեսության այդ ճյուղին, եւ այս իմաստով կրկին անգամ կեղծիք են դառնում իշխանության այն պնդումները, որ Ռուսաստանի կողմից վարվող այս քաղաքականությունը կապ ուներ ընդհանրեն ընտրությունների հետ, որ Ռուսաստանի կողմից վարվող այս քաղաքականությունը նպատակ ուներ օգնելու ընդդիմադիր ուժերին ձայներ հավաքել, եւ որ ընտրություններից հետո այդ ամենը ուղղակի անցնելու է։ Եվ հենց այս հավաստիացումներով էլ նաև որոշ ձայներ ստացան, որովհետև շատ քաղաքացիներ վստահ են, որ Ռուսաստանի կողմից եկող այս զգուշացումները զուտ կապված են ընտրությունների հետ, եւ իրենք կգնան Նիկոլ Փաշինյանին կընտրեն ու հունիսի 8-ին ամեն բան լավ կլինի։ Մի անգամ էլ նման տեխնոլոգիա գործածվեց 2021 թվականի ընտրություններից առաջ, երբ ադրբեջանական զորք հայտնվեց Սև լճի տարածքում, իշխանության պրոպագանդան հասարակությանը համոզեց, թե ադրբեջանական զորքերը եկել Սև լճի տարածք են հասել ընդդիմությանը իբրև օգնելու համար, ձայներ ապահովելու համար եւ ընտրություններից հետո ինչպես եկել են, այնպես էլ կհեռանան։ Ընտրություններն անցան, արդեն երկրորդ ընտրությունները տեղի ունեցավ 21 թվականից հետո, բայց ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Սև լճի տարածքում, այնպես որ սա ավելորդ առիթ է հասկանալու, թե որքան ստախոս են այս իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ ավելորդ առիթ է հասկանալու համար, որ երբ դրսից հնչում են հայտարարություններ Ռուսաստանի նման, Միացյալ Նահանգների նման, Իրանի նման պետություններից, ապա այդ հայտարարությունները հիմնականում կատակ չեն լինում։ Ընթերցեմ Անդրանիկ Թևանյանի հոդվածը, որ նա գրել է բանտից, ուրեմն Անդրանիկ Թևանյանը գրում է. Դատավոր Գարիկ Աբելյանը երկրորդ անգամ պատվեր կատարեց իմ կալանքը ապօրինաբար եւս 2 ամսով երկարաձգելով։ Մայր Հայաստան կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Երևան կենտրոն ՔԿ-ից նամակ է հրապարակել, նրա խոսքով նախաքննական պետական գաղտնիք ձևակերպումների ներքո իր փաստաբանները զրկված են ավելի հանրային խոսելու եւ գործի անհիմն լինելու մասին բացահայտումներ անելուց։ Ուշագրավն այն է, որ մեղադրող կողմն էլ է ընդունում, որ իրենց ներկայացրած մեղադրանքի մեջ հիմնավոր ապացույցներ չկան, բայց հիմնավորում են կալանքն այն բանով, որ աշխատում են իրենց ասացների ապացույցներ եւ հիմքեր գտնելու ուղղությամբ։ Այսինքն իրենք էլ են փաստացի ընդունում, որ գործը հում է, ապացույցները ենթադրության հիմքով են, բայց Նավսյակի եւ պատվերի շրջանակներում ինձ եւ Արեգնազ Մանուկյանին կալանավորել են, որպեսզի իբր չխոչընդոտենք իրենց աշխատանքներին կամ էլ չխուսափենք քննությունից, գրել է Թևանյանը։ Նրա խոսքով հուլիսի 21-ին կայացած դատական նիստում պաշտպանական կողմը միջնորդել է դատավարությունը բաց անցկացնել, հանրությանը գործի հանգամանքներին ծանոթացնելու հնարավորություն տալու համար։ Ըստ Թևանյանի քննիչն առարկել է, իսկ դատարանը նիստը կրկին անցկացրել է դռնփակ։ Մայր Հայաստան շարժման ղեկավար Անդրանիկ Թևանյանը կրկին հերքել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու եւ գաղտնի տեղեկություններ փոխանցելու դիմաց $622,000 ստանալու մասին մեղադրանքը։ Սուտ է, չկա որևէ ապացույց եւ հիմնավորում, գրել է Թևանյանը։ Ակնհայտ է, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կատարվողը ապօրինություն է այս իշխանությունների եւ Նիկոլ Փաշինյանի գլխավորապես պատվերով։ Եվ գիտեք, սա անթույլատրելի վարքագիծ է, մարդուն ներկայացնել մեղադրանք, հետո դատական նիստերը անցկացնել դռնփակ, իբրև թե պետական գաղտնիք չտարածելու, չհրապարակելու համար, եթե այդ գործում անգամ կա պետական գաղտնիք, թեպետ խիստ կասկածով են վերաբերվում, նիստի այդ դրվագը, այդ հատվածը կարող է դռնփակ անցկացվել, բայց ինչու հնարավորություն չի տրվում մյուս նիստերը դռնբաց անցկացնել, որպեսզի եւ Անդրանիկ Թևանյանի խոսքը լսելի լինի, եւ իր փաստաբանների խոսքը լսելի լինի, եւ մարդիկ օբյեկտիվ դիտորդը կարողանա եզրահանգումներ անել եւ դատախազների խոսքը լսելի լինի, թե ինչ հիմնավորումներ են բերում իրենց դրած մեղադրանքին քննիչների, սա աբսուրդ է, որովհետեւ հնչեցնել մեղադրանք, հիմքում չունենալ այդ մեղադրանքին առնչվող էական ապացույցներ, դատական նիստը վարել դռնփակ եւ հանրության մոտ ստեղծել տպավորություն, թե պետական դավաճանի հետ գործ ունենք։
Սա անթույլատրելի է եւ հանրության բոլոր շերտերին սա պետք է հետաքրքրի, անկախ նրանից դուք աջակցում եք Անդրանիկ Թևանյանին, չեք աջակցում նրան, որովհետեւ հիմա հաջորդ հոդվածում, որ պոլիտիկայի մի հոդվածը պիտի ընթերցեմ, նաեւ նման մի թեմայի անդրադարձել ենք, որովհետեւ եթե մեկին ապօրինաբար տանում են, հաջորդը կարող է լինել նաեւ դուք, անկախ ձեր քաղաքական հայացքներից, ճաշակից, չգիտեմ, ունեցած փողից, քաղաքական պատկանելությունից կամ կուսակցություն ունեք թե չունեք, կուսակցության անդամ եք թե ոչ, միայն այն բանի համար, որ ինչ-որ մեկը ձեր վրա դանոց կգրի, որովհետև լավ, Անդրանիկ Թևանյանը ասենք գնացել էր Դոնբաս, չգիտեմ, ընտրությունների էր մասնակցում, այն շուկայում ձմերուկ վաճառող տղան ինչ քաղաքական վտանգ էր ներկայացնում, ոչ, որովհետև մի գործ տվող ուղղակի այդ մարդուն կանգնեցեց այսպիսի փաստի առաջ։ Ուղղակի կանգնեցեց այդ փաստի առաջ։ Հիմա այդ մարդը ոչ ընտրությունների էր մասնակցել, ոչ հրապարակային, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանի դեմ էր հանդես եկել, ձեր շուրջ էլ կարող են լինել մարդիկ, որոնք իմանալով ձեր քաղաքական հայացքների մասին կարող են պրովոկացնել, դուք 1-2 հայտարարություն անեք կամ բառ խոսեք եւ խուլիգանության հոդվածով հայտնվեք բանտում, ինչպես այդ երիտասարդ տղան, որ իր ընտանիքը պահելու համար քրտնաջան աշխատանքով էր զբաղված։ Մինչև անցնենք պոլիտիկայի մի հրապարակման, առաջարկում գովազդային դադար եւ վերադառնանք։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի ճգնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 40 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին։ Հիմա ձեզ կներկայացնեմ պոլիտիկայի մի հոդված, որը ըստ էության նախորդ թեմայի շարունակությունն էր։ Հայ ժողովուրդն ունի մի հին խոսք. հարևանի տունն է վառվում, կրակը քո տանն էլ կարող է հասնել։ Այսօր շատերը գուցե մտածեն, թե Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվողը իրենց չի վերաբերվում։ Ոմանք նույնիսկ կարող է ուրախանան, ասելով, թե թող իրենով զբաղվեն։ Բայց պատմության մեջ ամենավտանգավոր պահը հենց այն է, երբ մարդիկ սկսում են ապօրինությունը գնահատել ոչ թե ըստ նրա էության, այլ ըստ այն բանի, թե ում է այն հասել։ Այդ պահին արդարությունը դադարում է լինել լիարժեք եւ վերածվում է քաղաքական ճաշակի, ինչպես որ այսօր կա։ Հայկական մեկ այլ խոսք կա՝ գայլը մեկ անգամ գառի համը առնի, մի ամբողջ հոտից էլ չի կշտանա։ Իշխանությունն էլ է այդպիսին։ Եթե այսօր առանց լուրջ հասարակական դիմադրության հնարավոր լիներ քրեական գործիքներն օգտագործել քաղաքական հակառակորդի դեմ, հնարավոր լինի։ Ինչը օգտագործվում է, հա։ Վաղը նույն մեթոդը կկիրառվի մյուսի նկատմամբ, հետո երրորդի։ Այդ ժամանակ արդեն կարևոր չի լինի ընդդիմադիր ես, գործարար, լրագրող թե հասարակ քաղաքացի։ Կարևոր կլինի միայն մեկ բան՝ իշխանությանը հաճո ես, թե ոչ։ Մեր պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ երբ օրենքը սկսում է ծառայել ոչ թե պետության, այլ օրվա իշխանությանը, վերջում պարտվում են բոլորը։ Այսօր կարող են թիրախավորել Գագիկ Ծառուկյանին կամ մեկ ուրիշ ընդդիմադրի, վաղը ցանկացած մարդու կարող են թիրախավորել, ով կհամարձակվի այլ կարծիք ունենալ։ Դրա վկայությունն է օրերս ձերբակալված հողագործի դեպքը, որը պարզապես հանդիպել էր ԿՊԱ-ական մի քարոզչի։ Այս պատմության մեջ ամենակարևոր հարցը Ծառուկյանի անձը չէ, հարցն այն է, թե Հայաստանը լինելու է օրենքի երկիր, թե մարդկանց ընտրովի պատժելու երկիր։ Եթե այսօր հասարակությունը չպաշտպանի արդար դատավարությունը, օրենքի հավասար կիրառման եւ քաղաքական մրցակցության սկզբունքները, վաղը պաշտպանելու ոչինչ չի մնա։ Այսօր թիրախում Գագիկ Ծառուկյանն է, կարող ենք ասել Անդրանիկ Թևանյանն է, վաղը ցանկացած ընդդիմադիր, իսկ մյուս օրը ցանկացած հայ, որի կարծիքը դուր չի գա օրվա իշխանությանը։ Սա նախորդ թեմայի շարունակությունն էր եւ ըստ էության մենք ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունը անզուսպ կերպով օգտագործում է ապօրինություններ։ Բոլոր իշխանություններն են ապօրինությունների դիմել, Հայաստանում գոնե այդպես է եղել, բայց այս իշխանությունը ուղղակի անառակաբարո կերպով օգտագործում է ապօրինի գործիքներ տարբեր մարդկանց։ Լավ, էլի եմ ասում, Գագիկ Ծառուկյանը քաղաքական ուժի
առաջնորդ է, գործարար է, ասենք հազարավոր աշխատակիցներ ունի եւ քաղաքական կշիռ ունի։ Այդ ձմերուկ վաճառող տղան ինչ կապ ուներ քաղաքականության հետ։ Բայց ոչ, բարձրաց կապ ունի այնքանով, որ ԿՊԱ-կան քարոզչի կարող է մարդավարի արձագանքել։ Սա ամենացավոտ օրինակն է, որ այդ ապօրինության շղթան հասնելու է բոլորին։ Անհրաժեշտության դեպքում բոլորին եւ ամեն մեկի իր մաշկի վրա որևէ կերպ զգալու է ապօրինությունը։ Այստեղ խոսել քաղաքական հետապնդումների մասին չի նշանակում պաշտպանել այդ քաղաքական գործին կամ իր քաղաքականությունը։ Դա նշանակում է պաշտպանել օրինականությունը, դա նշանակում է ապագայում քո համար ստեղծել միջավայր, որ դու ապրելու ես օրինականության միջավայրում, որ եթե դու էլ օրենքի հետ խնդիր ունենաս, քեզ հետ վարվելու են օրենքով, կամ եթե խնդիր չունենաս, քեզ ուղղակի հանգիստ են թողնելու։ Այնպես որ հասարակության բոլոր շերտերը այստեղ մտածելիք, անելիք, խոսելիք ունեն, որ վաղը չասեն ամեն մեկս մենք մեզ հարց չտանք, թե ինչու այսպես եղավ։ Հիշեցնեմ, որ այս գործընթացները, որոնք 18 թվականից սկսել էին, տարբեր մարդկանց նկատմամբ քրեական հետապնդումներ էին տեղի ունենում ապօրինի, այո, մենք այդ մարդկանցից մեծ մասին չենք սիրում, չգիտեմ, ինչ-որ վրեժի զգացում կար, գուցե մի մասի նկատմամբ ատելություն կար, բայց երբ իրենց նկատմամբ օրենքը խախտվում էր, պետք էր խոսել դրա մասին, որովհետև երբ օրենքը ինչի համար է, դու արդարություն առաջին հերթին պետք է ուզես քեզ չսիրողների նկատմամբ, որպեսզի իրական արդարությունը հաստատվի, թե չէ հեշտ է, չգիտեմ, թիմակիցների, գաղափարակիցների, ընտանիքի անդամների համար ուզել արդարություն, պարզ է իրենց համար արդարություն կուզես։ Այսօր այսքան էլ, ամենացեք, կհանդիպենք եկող շաբաթ։